ինսուլինը երկրորդ տիպի ժամանակ կարող է նույնիսկ ավել լինի։ Ինչի ավել, որտեղ գլյուկոզան եթե չի յուրացվում, ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջիջը հասկանում է բարձր գլյուկոզայի քանակը արյան մեջ, եթե նա անդադ բարձր է, գնում գրգռում այդ բետա բջիջին ենթաստամոքսային, նա տալիս է մի պորցիա ինսուլին, իր գործը դա է, նա չի հասկանում ինչ է կատարվում այնտեղ, իր գործն է անում։ Ինսուլինի քանակը բարձրանում է, բայց միևնույնն է, բջիջը չի հասկանում այդ ինսուլինին, եւ մենք ունենում ենք բարձր ինսուլին, բայց չյուրացված գլյուկոզա։ Կանանց զվարանները խիստ զգայուն են ինսուլինի քանակների տատանումներին։ Պլյուս գլյուկոզայի տատանումներին, այսինքն երկու գործոն միանգամից ազդեց զվարանի վրա։ Եվ մենք ինչ ենք ունենում, քիչ առաջ ասացի պոլիկիստոզային համախտանիշ, անպայման չի այդ պոլիկիստոզը լինի, բայց այն, որ օվուլյացիա տեղի չի ունենա եւ ձվաբջիջ չի անջատվի, դա նշանակում է կինը չի կարող հղիանա, իսկ այդ աստիճանաբար ինչ կլինի, ցիկլի խանգարումները կբերի դադարի, ժամանակից շուտ կինը կարող է դաշտանից զրկվել, իսկ դա շատ վատ է անդրադառնում օրգանիզմի ընդհանուր առողջության վրա։